Նոր տարին շատ մոտ է, ուստի շատերն արդեն փնտրում են տոնական սեզոնի համար հագուստ և համեղ բաղադրատոմսեր խնջույքի համար։ Մենք պատրաստել ենք մի քանի նշաններ կրակե ձիու տարին դիմավորելու համար։ Դրանք կօգնեն գրավել հաջողություն և բարգավաճում։ Նոր տարվա խորհրդանիշ։ Կրակե ձին չինական օրացույցի համաձայն 2026 թվականի նոր տարվա խորհրդանիշն է։ Աստղագուշակության մեջ այն խորհրդանշում է շարժում, ազատություն, ներքին կրակ և մեծ հուզականություն։ Կրակի տարը գալիք տարում կավելացնի կիրք, փոփոխություն, հավակնություն և ստեղծագործական էներգիա։ Շատերի համար 2026 թվականը հիանալի հնարավորություն կլինի նոր բան փորձելու, աշխատանքը փոխելու կամ ճանապարհորդելու, բայց զգույշ եղեք իմպուլսիվ որոշումներից, դրանք չեն հանգեցնի բարենպաստ հետևանքների։ Բացի այդ, անցած տարում կարևոր է հրաժարվել կեղծիքից և խարդավանքից։ Կրակե ձին սիրում է ազնվություն և բացություն։ Տոնակատարության վայր։ Կրակե ձին սիրում է իսկական հույզեր և լավ ընկերակցություն։ Սա նշանակում է, որ լավագույնն է այս նոր տարին նշել ձեր ամենամտերիմ ընկերների հետ։ Ընտանեկան խնջույքը կարող է ոչ միայն ուրախացնել նոր տարվա խորհրդանիշը, այլև բերել բազմաթիվ հաճելի հիշողություններ և ջերմություն։ Սակայն պետք է խուսափել ձևականություններից։ Տոնակատարությունը պետք է լինի սրտանց և ուրախալի։ Նոր տարին շատ մոտ է, ուստի շատերն արդեն փնտրում են տոնական սեզոնի համար հագուստ և համեղ բաղադրատոմսեր խնջույքի համար։ Մենք պատրաստել ենք մի քանի նշաններ կրակե ձիու տարին դիմավորելու համար։ Դրանք կօգնեն գրավել հաջողություն և բարգավաճում։ Նոր տարվա խորհրդանիշ։ Կրակե ձին չինական օրացույցի համաձայն 2026 թվականի նոր տարվա խորհրդանիշն է։ Աստղագուշակության մեջ այն խորհրդանշում է շարժում, ազատություն, ներքին կրակ և մեծ հուզականություն։ Կրակի տարը գալիք տարում կավելացնի կիրք, փոփոխություն, հավակնություն և ստեղծագործական էներգիա։ Շատերի համար 2026 թվականը հիանալի հնարավորություն կլինի նոր բան փորձելու, աշխատանքը փոխելու կամ ճանապարհորդելու, բայց զգույշ եղեք իմպուլսիվ որոշումներից, դրանք չեն հանգեցնի բարենպաստ հետևանքների։ Բացի այդ, անցած տարում կարևոր է հրաժարվել կեղծիքից և խարդավանքից։ Կրակե ձին սիրում է ազնվություն և բացություն։ Տոնակատարության վայր։ Կրակե ձին սիրում է իսկական հույզեր և լավ ընկերակցություն։ Սա նշանակում է, որ լավագույնն է այս նոր տարին նշել ձեր ամենամտերիմ ընկերների հետ։ Ընտանեկան խնջույքը կարող է ոչ միայն ուրախացնել նոր տարվա խորհրդանիշը, այլև բերել բազմաթիվ հաճելի հիշողություններ և ջերմություն, սակայն պետք է խուսափել ձևականություններից։ Տոնակատարությունը պետք է լինի սրտանց և ուրախալի։ Հագուստ։ Այս կախարդական գիշերվա հանդերձանքը պետք է արտացոլի գալիք տարվա խորհրդանիշի էությունը։ Հրե ձին մարմնավորում է ազատություն, կյանքի նկատմամբ եռանդ և վստահություն։ Լավագույնն է խուսափել պաշտոնական հագուստից։ Հետևաբար, նոր տարվա գիշերը դուք պետք է հագնվեք վառ նարնջագույն, կարմիր, բորդո, մարջանագույն, տերակոտե և ոսկեգույն երանգներով։ Սրանք ոչ միայն ընդգծում են կրակի տարերքի էությունը, այլև գրավում են հաջողություն և բարգավաճում։ Կանաչ աքսեսուարները կամ մանրամասները տեղին են։ Դրանք կխորհրդանշեն բնությունը, որը ներդաշնակորեն ապրում է հրե ձիու հզոր տարերքի հետ։ Կանանց խորհուրդ է տրվում նաև կրել հաստ էթնիկ զարդեր։ Տղամարդիկ պետք է կրեն տաք երանգների կոստյումներ՝ շագանակագույն, բեժ, կարմիր կամ բորդո։ Ուտեստներ։ Այս տոնը կուրախացնի բուսակերների սիրահարներին։ Նոր տարվա սեղանին կարելի է մատուցել վառ աղցաններ գազարով, համեմունքներով և լոլիկով, ինչպես նաև թխած բանջարեղեն։ Բրինձը, բուլղուրը և հնդկացորենի ուտեստները համեմունքներով կավելացնեն հատուկ հպում։ Տնական հացը, թեթև բուլկիները համեմունքներով, բանջարեղենի ափսեները և կանապեները նույնպես համեղ քաղցրավենիք են։ Ձիու միսը, ձուկը և ծովամթերքը կարելի է փոխարինել թռչնամսով և խոզի մսով։ Մեղրով տապակած բաթը անպայման կբավարարի ընտանիքին։ Մրգային հյութերը, խնձորողին և թարմացնող կոկտեյլները լավ ընտրություն են խմիչքների համար։ Տան զարդարանքներ։ Հիանալի տոնի համար ստեղծեք հարմարավետ մթնոլորտ։ Մանրակրկիտ մաքրեք, հեռացրեք բոլոր հին և ավելորդ իրերը։ Այնուհետև զարդարեք ձեր տունը վառ գույներով։ Դրանք կարող են ներառել ոսկեգույն տոնածառի զարդեր, կարմիր նարնջագույն լույսերով ծաղկափսակներ և շատ ավելին։ Տաք երանգների զարդարանքները հատկապես լավ կհամապատասխանեն բնական նյութերի հետ՝ եղևնու ճյուղերի, այլ փայտերի, կտավատի և բուրդի հետ։ Լավ գաղափար է սեղանին դնել իսկական վառված մոմեր, ձիերի արձանիկներ կամ փոքրիկ լաբթերներ։
եւ ընտրեք սեղանի սպասարկ, պղնձե դետալներով կամ ոսկեբույն նախշերով։ Ինչ պետք է անի ձեր կենդանակերպի նշանը մինչև 2025 թվականի ավարտը 2026 թվականին թռչելու համար։ Մենք կանգնած ենք կախարդական ժամանակի, տարվա վերջին շաբաթների շեմին, երբ տիեզերքը կարծես դանդաղում է, մեզ հնարավորություն տալով ավարտել կարևոր ցիկլերը եւ գիտակցված ընտրություններ կատարել։ 2025 թվականի վերջը ոչ միայն օրացույցային ամսաթիվ է, այլև հզոր էներգետիկ խաչմերուկ։ 2026 թվականը նոր հնարավորություններով դիմավորելու, այլ ոչ թե հին խնդիրներով, դուք պետք է գիտակցաբար գնահատեք եւ ցանեք ապագայի սերմերը։ Սա ձեր անձնական նավիգացիոն ծրագիրն է աստղերից։ Յուրաքանչյուր նշանի համար մեկ կարևոր, բայց հզոր գործողություն, որը կդառնա անցման ծես եւ կբացի կյանքի ավելի լավ տարբերակի դռները։ Խոյ, թողեք շտապողականությունը։ Դուք սովոր եք նպատակներին հասնել ուղիղ, բայց հիմա առաջընթացի գլխավոր թշնամին ձեր սեփական շտապողականությունն է։ Տարվա վերջում ինքներդ ձեզ խոստացեք լիովին ավարտել մեկ հին, կասեցված նախագիծ, որը դուք լքել եք հետաքրքրության կորստի պատճառով։ Մի սկսեք որևէ նոր բան, մինչև չավարտեք այս գեշտալտը։ Այս կարգապահությունը կսովորեցնի ձեզ գնահատել ոչ միայն սկիզբը, այլև ավարտը, ինչը 2026 թվականին ձեզ կբերի հարգանք եւ վստահություն, որի մասին դուք երբեք չէիք երազել։ Ցուլ. կատարեք անհնար գնում։ Ոչ թե այնպիսին, որը վարկ է պահանջում, այլ այնպիսին, որը ներդրում կկատարի ձեր ապագայի մեջ։ Մինչև դեկտեմբերի 31-ը ներդրեք ձեր ռեսուրսները, փող, ժամանակ, էներգիա, այնպիսի բանի մեջ, որը անմիջապես չի ապահովի եկամուտ, բայց կփոխի ձեր կյանքի որակը։ Սա կարող է լինել կարիերայի զարգացման դասընթաց, հոբբիի համար բարձրորակ սարքավորումներ, կարևոր հարցի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն կամ նույնիսկ ուղևորություն դեպի այնպիսի վայր, որտեղ կարող եք վերականգնվել։ Ցույց տվեք տիեզերքին, որ հավատում եք երկարաժամկետ հեռանկարին։ Երկվորյակներ։ Գրեք հիմնական տեքստը։ Ձեր տարերքը բառերն են։ Օգտագործեք դրանք որպես կախարդական գործիք։ Գրեք երկար, անկեղծ նամակ կամ ձայնագրեք մենախոսություն։ Ստացողը դուք եք 1 տարի անց, ձեր զուգընկերը, որի հետ ցանկանում եք խոսել, կամ ձեր երազանքի գործատուն։ Մի ուղարկեք այն անմիջապես, եթե չեք ուզում։ Պարզապես ձևակերպեք այն ամենը, ինչ կուտակվել է։ Այս պարզության ակտը կմաքրի տեղեկատվական խառնաշփոթը ձեր գլխում եւ կբրավի ճիշտ համաձայնությունները 2026 թվականին։ Խեցգետին. Ստեղծեք հարմարավետության զոհասեղան։ Ձեր ուժը կայանում է հուզական անվտանգության մեջ։ Ձեր տանը խորը իմաստով անցկացրեք վերականգնման ծես։ Դեն նետեք կամ նվիրաբերեք այն իրերը, որոնք կրում են բացասական իրադարձությունների հիշողություններ, վերադասավորեք կահույքը, ստեղծեք մտադրությունների անկյուն, որտեղ կարող եք պահել ձեր 2026 թվականի նպատակների խորհրդանիշները։ Լիցքավորեք ձեր տունը խաղաղության եւ աջակցության էներգիայով։ Միայն այս տան հենակետից դուք կհամարձակվեք համարձակ քայլեր ձեռնարկել նոր տարում։ Առյուծ. խոստովանեք ձեր խոցելիությունը։ Ձեր մարտահրավերն է հանել ձեր թագը եւ ցույց տալ, որ դուք իսկական մարդ եք։ Անկեղծորեն խնդրեք օգնություն կամ խորհուրդ այն հարցում, որի մասնագետը սովորաբար ցանկանում եք լինել։ Խոստովանեք ձեր անապահովության մասին մտերիմ ընկերոջ, խորհրդատվուին կամ նույնիսկ ենթակային։ Այս քայլը չի նվազեցնի ձեր հեղինակությունը, այլ ընդհակառակը կվերափոխի այն, անհասանելի կուրիչից դուք կդառնաք ոգեշնչող առաջնորդ։ 2026 թվականին այս ձեզ կբերի ոչ թե հպատակներ, այլ իսկական թիմ։ Կույս. խաթարեք ձեր առօրյան, ձեր պերֆեկցիոնիզմը վանդակ է։ Մինչև տարեվերջ գիտակցաբար խաթարեք ձեր անթերի կարգը ինչ-որ նշանակալի բանի մեջ։ Ուշացեք հանդիպմանը առանց խուճապի մատնվելու, հանձնարարեք առաջադրանքը առանց լիակատար վերահսկողության, թողեք մի փոքր ստեղծագործական խառնաշփոթ ձեր սեղանին։ Նպատակն է զգալ, որ աշխարհը չի փլուզվել։ Սա ձեզ կազատի մանրամասների բռնակալությունից եւ 2026 թվականին ձեզ կկենտրոնացնի էականի, այլ ոչ թե իդեալականի վրա։ Կշերք. ասեք վճռական յոչ։ Դուք չափազանց երկար եք կշռադատել ամեն ինչ նավակը չշրջելու համար։ Ժամանակն է որոշել ձեր ափերը։
Թողեք մեկ պատասխանատվություն, հարաբերություն կամ նախագիծ, որը ձեզ ուժասպառ է անում ուրիշի հարմարավետության համար։ Արեք դա քաղաքավարի, բայց անդառնալիորեն։ 2026 թվականին ազատված տարածքը կլցվի մարդկանցով և գործունեությամբ, որոնք գնահատում են ձեզ, այլ ոչ թե ձեր համաձայնությունը։ Կարիճ. ներեք ինքներդ ձեզ։ Ձեր հիմնական պայքարը ոչ թե արտաքին թշնամիների, այլ ձեր ներքին դատավորի հետ է։ Գրեք անցյալի մեկ գործողություն, որի համար դեռ նախատում եք ինքներդ ձեզ, և այրեք այն։ Ծեսը պետք է լինի ֆիզիկական։ Դուք չեք արդարացնում սխալը, այլ ազատում եք դրա ուժը ձեր ներկայի վրա։ Սա ձեզ կտա անհավանական թեթևություն և 2026 թվականին կազատադրի էներգիա իրական վերափոխման, այլ ոչ թե ինքնախարազանման համար։ Աղեղնավոր. մնացեք տեղում։ Ձեր բնածն է շտապել առաջ, երբ իրերը դժվարանում են։ Ձեր խնդիրն է գիտակցաբար մնալ և ավելի խորը խորանալ։ Ընտրեք մեկ ուղղություն, մասնագիտություն, հոբբի, դասընթաց և խոստացեք չհրաժարվել դրանից առնվազն մինչև 2026 թվականի կեսերը, չնայած նորույթի գայթակղությանը։ Սա կզարգացնի ձեր ավարտական մկանները, և տիեզերքը կսկսի վստահել ձեզ իսկապես մեծածավալ երկարաժամկետ նախագծերով։ Այդ եղջյուր, նշեք ձախողումը։ Դուք շարժվում եք դեպի ձեր նպատակը, աչքերը ներքև։ Մինչև տարեվերջ կազմակերպեք փոքրիկ տոնակատարություն, ձեր անցած ճանապարհը հարգելու համար, անկախ արդյունքից։ Հավաքեք ընկերներին, որպեսզի նշեք ոչ թե նվաճումը, այլ ձեր քրտնաջան աշխատանքը, տոկունությունը և խաղաց դասերը։ Սա կտեղափոխի ուշադրությունը սառը արդյունքից դեպի փորձի արժեքը։ 2026 թվականին սա կգրավի ոչ միայն հարգանք, այլև իսկական ջերմություն ձեր հարաբերություններում, որը կդառնա նոր հիմք։ Ջրհոս. ընկղմվեք այստեղ և հիմա։ Ձեր միտքն ապրում է ապագայում։ Անցեք թվային դետոքս մեկ ամբողջ շաբաթավերջի համար կամ զբաղվեք շարժում պահանջող պրակտիկայով՝ պար, կավագործություն, ժայռամագլցում։ Նպատակն է անջատել վերլուծությունը և զգալ կյանքը հասկացություններից այն կողմ։ Սա վերագործարկելու է ձեր ինտուիցիան, և 2026 թվականին փայլուն գաղափարները կգան ոչ թե իրականության հոգնածությունից, այլ դրա կենդանի խորը փորձից։ Ձկներ. բարձրաձայն ասեք ձեր երազանքը։ Ձեր երազանքները հաճախ մնում են ֆանտազիայի անվտանգ աշխարհում։ Կիսվեք ձեր ամենախորը, ամենաանիրատեսական երազանքով մեկի հետ, ով չի դատի ձեզ։ Արտահայտեք այն բառացիորեն։ Այնուհետև արեք առաջին, թեկուզ մանրադիտակային, բայց շոշափելի քայլը դեպի այն։ Պատվիրեք գիրք այս թեմայով, գրեք առաջին պարբերությունը, պարզեք գները։ Այսպիսով դուք կամրապնդեք ձեր երազանքը իրականության մեջ։ 2026 թվականին այն կսկսի ձևավորվել զարմանալի հեշտությամբ։ Այս գործողությունները պարզապես խորհուրդներ չեն, դրանք մտադրության ծեսեր են, որոնք ազդանշան են ուղարկում ձեր ճակատագրին։ Ես պատրաստ եմ ինչ-որ նոր բանի։ Մի փորձեք ամեն ինչ անել միանգամից, ընտրեք ձեր ուղղությունը, ձեր նշանը և արեք այս փոքր, բայց խորը քայլը դեպի նորանում։ 2026 թվականը պարզապես ձեզ չի սպասում, այն ձեզ սպասում է նորացված, ավելի թեթև ուղեբեռով և ձեռքում ավելի հստակ քարտեզներով։ Սկսեք ձեր ճանապարհորդությունը հիմա։ Դուք կարող եք դա անել։